Կարևոր է ֆիքսել, որ Ամարասի վանքը ձեռագրական լուրջ կենտրոն է եղել եւ հատկապես 16-17-րդ դարերի ձեռագրեր են պահպանվել 17-րդ դարում այստեղ մենք տեսնում ենք, որ ակտիվ նորոգման աշխատանքներ են գնում մասնավորապես արդեն 1660-70-ական թվականներին երբ Գանձասարի կաթողիկոս Պետրոսը որոշում է, որ պետք է ամրացնել պարիսպները, եկեղեցին նորոգել եւ նաեւ պետք է որպես ամառային այսպես հանգստյան վայր կամ ամառանոցային վայր ծառայող մոտակա հերհեր գյուղը եւս դարձնել ծառայության համար հասանելի հոգեոր ծառայությունն ապահովելու համար այստեղ մեկ այլ եկեղեցի է կառուցում Սուրբ Գրիգորիսին նվիրված եւ այս եկեղեցում շարունակում են հենց ամառային ծառայության ընթացքում, ամառային հանգստի ընթացքում ծառայություն նաև իրականացնել, հոգեոր արարողություններ անցկացնել, ամառասուն ծառայություն իրականացնող հոգեոր միաբանության անդամներ։ Այսինքն այստեղի վանականները նաև ամառային հանգստի ժամանակ մերձակա գյուղում էին իրականացնում ծառայություն ու այս եկեղեցին 1667-76 թվականներին կառուցվելով փաստորեն անալոգն է այն եկեղեցու, որը որ ամառասում է գոյություն ունեցել այդ ժամանակաշրջանում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։